Տեսեք այսօր եկել ենք մի քիչ հատվածում շրջենք, ման բարևի։ Արենամոլում շատ ենք եղել, բայց այս հատվածում չգիտեմ ինչի մենք չենք եղել։ Մոտենանք բակի հատվածը շատ գեղեցիկ է, ներսում էլ կարծեմ թանձ։ Որովհետեւ ավելի հետաքրքիր վիդեոները բաց չթողնեն։ Ահա բրից։ Այ ման է դու վերցրել։ Այսպես Որև պետք է բարձրանանք հիմա։ Սոս շատ բաներ չեն աշխատում, կամ ինձ թվում է ժամ ունեն, կամ իսկապես սս եղանակին չեն աշխատում։ Միշտ պլանավորում եմ, որ այդ առավոտյան ժամերին երբ ազատ եմ, հատկապես այս տարի դպրոց չեմ գնում, ինչ-որ քաղաքի գեղեցիկ վայրերում կարելի է լինել, այստեղ ուղղակի փողոցներն են, հա, շատ գեղեցիկ, շատ տեսարժան, մի խոսքով, բայց միշտ ինչ-որ գործեր են առաջանում ու ժամանակ չի լինում, դրա համար այսօր Կիրակի է եւ շատ լավ օրը այն դրա, որոշեցինք առիթը բաց չթողնել եւ երևի ճիշտ արեցինք, հայրենիքապես լավ եղանակ էր շատ։ Իսկ ինչքան սիրուն է, անգամ այստեղ կարող եք այսպիսի աստիճաններ հանդիպել, որտեղ կարող եք ուղղակի բարձրանալ։ Ինչպես միշտ այդ շքեղությունը չեք զգա, հաստատ եմ ասում, քանի որ Սիմոնյանը եմ հեռախոսին ու հասկանում, որ այդ կադրը չի փոխանցվում, բայց հավատացեք շքեղա։ Գրեթե այսպես ասած ամբողջ քաղաքը ասենց Երևան, չգիտեմ, սիրուն է, ամպերը։ Իդեպ ես չգիտեմ էլի ասել եմ, թե չէ, այնպիսի տպավորություն, որ այստեղ ամպերը չափից ավելի մոտ է, քան օրինակ Հայաստանում էր, ես չգիտեմ այնպիսի բան հնարավոր է, թե չէ, բայց ինձ մոտ միշտ այդպիսի տպավորություն է, կամ բարձր ենք, հավանաբար մենք հիմա այս պահին, կամ իրոք այդպես է, ման, հավանում ես, ման։ Շենքի հետևի հատվածն է ու այստեղից էլի աստիճաններ կան, որոնք բարձրանում են ու չգիտեմ ուր են տանում, բայց քանի որ տանում են բոլորը, եկեք մենք էլ գնանք, տեսնենք ուր են տանում։ Այս մասը շատ սիրուն է։ Ծաղիկները, ծառերը, բնությունը։ Այսօր պատրաստում եմ 8 հոտնուկ, ինչպես տեսնում եք արդեն եփված 8 հոտնուկ եմ վերցրել, փաթեթավորումը բացելուց հետո հասկանում եմ, որ չնայած նրա որ եփված է, ամեն դեպքում պետք է լավ լվանալ, որովհետև ինձ այդքան էլ դուր չի գալիս, թե ինչ է գտնվում ներսում։ Այսպես ոտիկները առանձին մասերի եմ բաժանում եւ կլոր փոքրիկ կտրատում եմ։ Ինչու որոշեցի պատրաստել 8 հոտնուկ, որովհետև մի քանի օր շարունակ մանեն խանութի ցուցափեղկում տեսնում էր դրված 8 հոտնուկները եւ ցանկություններ հայտնում փորձելու։ Իրականում մենք շատ ենք փորձել, բայց արդեն պատրաստի վիճակում, այդպես շատ համեղ է, բայց ես պատկերացում չունեի, թե ինչպես պատրաստել իրեն, բայց այսպես ամենապարզ եւ թեթև բաղադրատոմսը գտանք եւ փորձեցինք այդպես էլ պատրաստել։ Բուսայուղի մեջ մի փոքր տապակում եմ սխտորը ռոզմարինի հետ միասին եւ ավելացնում եմ արդեն կտրատված 8 հոտնուկը շատ երկար չենք տապակում, քանի որ արդեն եփված է ու ինչքան շատ իրեն եփենք, ավելի շատ կձգվի միսը եւ համեղ չի լինի։ Մի փոքր սև պղպեղ եմ ավելացնում, սոյայի սոուս ավելի հետաքրքիր դարձնելու համար, շատ քիչ, մի քանի րոպե այսպես տապակում եմ եւ վերջ, արդեն մեր 8 հոտնուկով համեղ ուտեստը կարելի է այդպես ասել պատրաստ է։ Հիմա կտանեմ, որպեսզի մանեմ փորձի ու ասի, թե իրեն դուր եկավ, թե ոչ։ Ոնց է ման։ Ինչ շակով։ Ինչ ես ուտում։ Օտոտնուկ։ Ննդուկի ամոքնի։ Ես օտոտնուկ։ Լավն է, չէ՞։ Տեմուից այսպիսի փոքրիկ փաթեթ ունեմ, եկեք միասին տեսնենք, թե ինչ եմ պատվիրել այս անգամ։ Այստեղ պատվիրել եմ երեխաների համար կառնավալի հագուստներ, միասին ընտրել ենք, թե ինչ կերպարներով են ուզում ներկայանալ այս տարի։ Իհարկե անպայման հետո կտեղադրեմ կադրեր, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի տեսք ունեին նրանք կառնավալի օրը։ Այստեղ պատվիրել եմ բարի համերգների համար նախատեսված սև մասիկներ, չգիտեմ նշել եմ թե չէ, բայց մանեն հաճախում է հայկական բարի
տարի արդեն, այստեղ մատնահարդարման ինձ համար մի քանի պարագաներ են պատվիրել։ Սրանք փայտիկներ են, որոնք օգնում են մաշկի տակ հայտնված անցանկալի նյութերը կամ գույնը արագ հեռացնելու համար։ Սա վրձինների այսպիսի հավաքածու է, որտեղ կա բոլոր վրձինների սովորական խարտոցներ, այսպիսի բամբակներ, որոնցով յուղազերծում են գեղունգները, բայց որակապես սարսափելի են ուղղակի, շատ վատն են, խորհուրդ չեմ տա չվերցնեք։ Այստեղ ունենք այսպիսի մանրաթելեր, որոնք որ օգնում են կոտրված եղունգը ամրացնելու համար, իհարկե սուր ծայրով մկրատ, կուտիկուլաները հեռացնելու համար։ Այստեղ այսպիսի նյութ եմ պատվիրել հատուկ էլի կուտիկուլաների համար, որը օգնում է եւ փափկեցնում է եւ օգնում է հեշտ հեռացնել, բայց իհարկե սա ոչ թե մատնահարդարման ընթացքում, այլ մատնահարդարումից օրինակ 10-15 օր անց, երբ ուզում եք թարմացնել եւ գեղեցիկ մաքրել կուտիկուլաները, կարող եք օգտագործել նաեւ այսպիսի նյութեր։ Այստեղ պոլիգելերի տեսակներ են պատվիրել, օրինակ ինչ որ ֆորմաներ ուղղելու կամ եղունգները ամրացնելու համար, այստեղ պատվիրել եմ այսպիսի գույն գելլակի, որը ուզում էի որ լիներ իհարկե այլ գույն, բայց սխալ գույն եմ պատվիրել կամ սխալ է եկել գույնը, մի խոսքով այն չէ ինչ որ ինձ հարկավոր էր, ես ավելի ուզում էի մուգ կարմիր ինչ որ երանգի մեջ որ լիներ։ Այստեղ մի դիզայն էի տեսել եւ պատվիրել էի սրանք, որպեսզի կարողանայի անել իմ եղունգներին այդ դիզայնը։ Պատվիրել եմ նաև այսպիսի երկու նյութեր, մեկը դա ռոզմարինի յուղն է, որը որ շատ օգնում է մազաթափության դեպքում, ես բավականին շատ օգտագործում եմ, ինձ հատկապես օգնում է, չգիտեմ, ես փորձել եմ, շատ լավն է, այսպիսի մեկ տուփը բավականացնում է 2 անգամ լավ գլխամաշկը տրորելու համար։ Ես երբեք չէի փորձել, բայց սա բազա է տոնայինից առաջ քսելու համար, իրականում ավելի շատ օգտագործել եմ ուղղակի որպես SPF։ Այն պահը երբ կյանքում չէի պատկերացրել, որ մի օր աղջկատ գիշերազգեստով ու խալաթով տանելու ես դպրոց։ Ու դա լինելու է ոչ միայն նորմալ, այլ ճիշտ, հատուկ այդ օրվա համար։ Լավա։ Պտտվեք մի հատ։ Անցում ենք կատարում դեպի մեր զատիկի տոնական սեղան, իմ ամենասիրելի գաթան, ձուկը պատրաստել էի ջեռոցում, շատ համեղ էր ստացվել, գունավոր հավկիթները եւ որպես բանջարեղեն տապակել էի ծնեբեկը հավկիթով, իդեպ շատ համեղ էր ստացվել, կարող եք փորձել։ Երևի արդեն հասկացաք, որ այս վլոգում տեղ են գտել իմ անցյալ տարվա նկարահանած բոլոր հետաքրքիր կադրերը։ Իրականում անցյալ տարի շատ պասիվ եմ եղել եւ որոշել էի այլևս վլոգներ չտեղադրել, բայց այսօր մոտիվացված եմ եւ որոշեցի բոլոր հետաքրքիր կադրերը հավաքել մեկ վլոգում ու տեղադրել ձեզ համար։ Բարի օր բոլորին։ Ձեզ ողջունում եմ քաղաքից, մենք եկել ենք, մենք ավանդույթ ենք դարձրել փաստորեն, անցյալ տարի էլ ենք այսօրը եկել քաղաք շրջելու, այսօր էլ Սանջորդի օրն է եւ որոշեցինք ավանդույթը չխախտել եւ այսօր էլ գալ եւ գնալ գեղեցիկ վարդերով զարդարված տունը տեսնել, այստեղ տեսնում եք փողոցները, էլի վաճառում են գրքեր, վարդեր, երեխաները դպրոցում են միջոցառումներ նշում, մյուզիկլ են պատրաստել, ափսոս որ մեզ չեն թողնում, որ մենք գնանք նայենք, բայց հուսամ, որ մեզ տեսանյութ կուղարկեն։ Այդպես հիմա քայլում ենք, այսօր շատ լավ եղանակ է միջայլոց, անցած տարի այս օրը բավականին ցուրտ էր, ես հիշում եմ, որ արագ էինք անցնում, որ շուտ տեղ հասնենք, բայց այսօր լավ եղանակ է շատ մարդը, շատ է փողոցները, խոսքով հասնենք ձեզ անպայման վերջնական ամենասիրելի շենքերից մեկը, իրականում էլի Գաուդիի գլուխգործոցներից։ Բայց այսօր այստեղ չենք գալիս, գնում ենք հաջորդ Գաուդիի գլուխգործոցներից մեկի մոտ, որտեղ որ ձևավորված է վարդերը։ Ես անցած իմ վլոգում պատմել եմ, այստեղ էլ մի փոքր ասեմ, առաստելական տոն է, հա, Սանջորդի է կոչվում։ Պատմությունը նրա մասին է, որ ասպետը փրկում է արքայադստերը եւ սպանում է վիշապին, եւ այդ պահին արյան փոխարեն վարդեր են, հա, այսպես խոսում։ Ամբողջը չպատմեմ, եթե կհետաքրքրի, լինկը կթողնեմ
կարող եք հաջորդ վլոգում նայել։ Տեսեք, այստեղ հենց գրքերի հեղինակները վաճառում են իրենց գրքերը եւ թողնում են իրենց ստորագրությունները գնողների համար ու հերթ տեսեք։ Կանգնած ես վերևի գիրքը գնելու համար չգիտեմ ինչ գիրքը իրականում անծանոթ է։ Էլոյ Մորենո։ Հա, 10-ից 11-ը կարող եք գալ գնել ձեր սիրելի հեղինակի գիրքը եւ ստանալ նրա մակագրությունը գրքի վրա, տեսեք, այսպես։ Մակագրում են գիրքը ու տալիս են գնողին։ Շատ հրաշալի է, ինձ թվում է ընթերցողների համար հրաշալի մի օր, որ քո սիրելի հեղինակը կարող է դառնալ քեզ համար հասանելի ու կարող ես գալ տեսնել, նկարվել, վերցնել իր մակագրությունը եւ հենց իրենից վերցնել իր գիրքը։ Շատ հետաքրքիր է կարծում։ Նոտ այստեղի հերթերը տեսեք, այստեղ էլ են հեղինակներ նստած։ Հավանաբար են հեղինակները, որոնց գրքերը վաճառելու միայն իրավունք ունի այս գրախանութը, քանի որ դա գրախանութը, այստեղի հերթը տեսեք էլ, եւ խնդրում եմ, որ սպասում են։ Դպրոցականներ, վարդերով զարդարված շենքին։ Մենք նորից եկել ենք Տառեգա ու ամենամեծ սիրելի գործին ենք անցել։ Անհամբեր սպասում ենք Տառեգա գալուն, որ կրակ վառենք ու քաբաբ պատրաստենք։ Համան է։ Սպասում եք քաբաբ ուտելու։ Բա դու արկ։ 17? Բայց 17 չի կապում այստեղ։ Պոմիդորն է քիչ-քիչ սկսում եփել, այստեղ արդեն շարված քաբաբներն են, ինջալոց, նոր շամփուրներ ունենք։ Շատ համով այս տարմենակ ստացվում։ Մաքրել եմ սմբուկը և բիբարը։ Միսիկը եփվի, իրանք այստեղ աղով կարմիր բիբարն եմ վայելում։ Ամով եմ անե։ Հա, դու սիրում ես, չէ՞ բիբար։ Երիքա, կյանքս շատ մի արա։ Ինքն բոլորը արեց։ Շատ մի արա, կյանքս աղի կլինի։ Համով արգու։ Տեսեք ինչ հնարք ենք այստեղ իրագործել։ Այս շամփուրը հատուկ հավը գրիլ խորովելու համար է, կամ գրիլ անելու կամ խորովելու, բայց շամփուրը քանի որ պակասեց, որոշեցին երկու քաբաբ վրան անել։ Հիմա սումկերի պոչիկներն ենք խորովել, որ բաղվեն միջև որ վերջացնենք։ Բայց լավն է, ոչ է վատնա։ Ոյորգու, մի դեպք չի։ Մամա, Որ երբեք չեն կերել, այս ընթացքում պարապությունից հերթով փորձարկում։ Հա կյանքս բادرությունը։ Մի հատ էլ կեր։ Ինձ միսելինի այս հաստատ չեն ուտի։ Այս ձեր տեղն է։ Համոված չէ կրակի վրա։ Ինչի դառնա, ճիշտ է։ Չլավ քեֆ եք անում, մի հոտ տեսեք։ Արգիշտիկաս մարդը նեփելա, որ մի հատ տաուտ է, բայց էլ չի եփելու, վա։ Արգ ոնց հա։ Կրեց քաբաբը։ Կրեց քաբաբը։ Պոկում ենք լավաշա։ Այստեղ է սունկ։
Իմ ամանեն։ Մանեն արդեն մի տարի է լողի է գնացել, այդ պատճառով շատ ավելի լավ ասացին։ Այս տարի արդեն հանգիստին էլ կգնա, նա դպրոցում իմիջալս պարտադիր առարկա է։ Իրոն այգի ենք եկել, չնայած որ ես շատ վաղուց վլոգ չեմ հրապարակում, բայց չեմ կարող ցնկարել, միգուցե մի օր այս կադրերը լինեն իմ ալիքում, որպեսզի չկորչեն։ Շատ սիրուն է, իրականում ոչ շատ սիրուն է։ Սիրուն է, մոտիկից շատ սիրուն է։ Գնա մոտ է նկարել։ Գնա։ Արդյունը գնա Ինչքան շատ են։ Լավ է շվանքի։ Առավոտյան 10-ն է, բայց այնքան հիմա շոկ է, ինձ թվում է թե 2 րոպե ուղղակի կանգնենք կչորանը։ Մամ, իրան կծում է։ Չէ, կծում։ Կարես կպնես։ Սենց մոտիկը տարած կար, առաջ կգա։ Ինչ է դա քրի ձեն է հանում։ Ամենեկը տարբեր ձեն են հանում։ Այնի ազանգով ավելի մեծ է։ Շատ սիրուն են, հետո քրքիր շատ հավեսով ծառն են։ Այսպիսի սենց ծառներ Հայաստանում կան, բայց այս շիշկաներ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, սենց փոքրիկ են, ոչ թե սենց մեծ ու կլորիկ ու հələ ինչքան հետաքրքիր արմատ ունեն, դե պարզ է ջրի մեջ էլ ածում են, ինչ-որ տարբերություն հաստատ կա, բայց չգիտեմ։ Ֆանտաստիկ սիրունություն է, ուղղակի սխալ եղանակ ենք եկել, մի քիչ հով եղանակյա պետք գալ։ Շատ սիրուն է, կարելի է գալ այստեղ նավարկի։ Իհաց երեխեք վախենում։ Ձկներ էլ կան։ Իսակ ձուկիկները, ոչ հետաքրքիր այս բադիկները չեն ուտում ձուկիկներին։ Այստեղ իմիջալը չատրվանների կան, բայց երևի երեկոյան ժամին են աշխատում։ Սա են հենց կամարը Արգդետրիում։ Շատ սիրուն է։ Ուղղակի շատ շոկ է, չկա կամարանը։ Եկեք աշնանը, գարնանը, բայց ոչ ամռանը։ Դարկ է, ինչպես միշտ, այդ կամատիկից դարկ է։ Սիրուն է։ Սիրուն է ման։ Շատ շոկ է։ Վարվում։ Տոլիս ով։ Հոգնած եք երեխեք։ Շատ վատ է, շատ եք հոգնած։ Շատ է լավ տեղ պարկար կարող քնես տեղես։